Բայց նենց է բացում, որ նենց է փակա։ Բացվում միայն Աստծո համար, որ Աստվածը բնակվի 9 ամիս ժուժկալի, 9 ամիս դիմանա դեր, հետո 9 ամսից հետո ծնուր։ Ու այդ ամեն ինչ է նենց կատարվի, որ այդ պարտեզը այդենց կուսակատ են հիմա է պարտեզը։ Ինքը պտղաբերի, բայց մնա դուրս։ Հետև Մարիամ Աստվածածնին համատում էին նաև ապառաժ վեմի հետ ասում էին ուրախ էր Մարիամ, ապառաժ վեմ։ Եկել են վեմներ, որ ժողովուրդը դուրս էր եկել անապատ, ծարավ, չգիտեին ինչ անեն Մովսեսին բողոքում են, իսկ ես բերել մեզ ապառան, անապատ, ինչի ու Մովսեսը գավազանով խփում է ժայռից ջուրաբան ու շարականագիրները այնքան խորն են ես բանը կապել, որ ասում եմ Մարիամ Աստվածածին այդ ժայռն է և ասում եմ այդտեղից հորդահոս վտակ է մեղում որ պտի չբխի ժայռը թե ոնց որ կույսից պտի չի կարա անես ծնվի, որ կուսությունը պաշտպան ասում եմ ու համահրավեր ավետիսը ամենայն աշխարհի հնչեր այսինքն ամբողջ աշխարհի բոլորին ամենայն աշխարհին ավետիս է տալիս այդ ժայռից ողջ ջուրը ոգ ծարավի իցե եկեղեցե առիս եւ ապսը ովքեր ծարավ են թողնի մոտ եւ խմեն այս ամեն ինչից հետո մեր հայրերը ասեցին դե բերեք են գաղատացների նամակ են հատված ունեն որտեղ Պողոս Առաքյալը գաղատացներին ասում ամբողջ Աստծու ուսածը որն է որ դու կաք որ թեգրության որ կնոջից ծնվածը պիտի գար ու մտներ ինքը օրենքի տակ, որ մեզ օրենքի լծի տակից դուրս բերեր։ Եվ այդ ամբողջ որդեգրության քաղցրությունն է ցույց տալիս։ Ու ինձ համար այսքանից հետո զարմանալի է, ավետարանը ինչ պիտի դրած լինեին, ավետարանը որ մասն է։ Հիսուսի ծնունդն է։ Ուրեմն մեր հայրերն ասում են խաղողը որ օգնում ենք, այս խաղողը պրոցես պիտի անցնի վերափոխման, որ գինի դառնա։ Եթե խաղողը այդ պրոցեսը չանցնի, գինի չի դառնա։ Ուրեմն Մարիամ Աստվածածին համեմատում են խաղողի հետ։ Ասում են դու այդ խաղողն ես, որ Աստված օրհնեց քեզ, դու համաձայնվեցիր այդ օրհնությանը, չէ՞ ասեցիր ահա քո աղախինն եմ Տեր, թող ինձ հետ լինի այն ինչ որ դու ուզում ես։ Եվ Աստծու հետ եղող մեկը լինելով հանդերձ վերափոխվեցիր։ Ուզում եմ այս վերափոխումը չասոցացնենք մենք Մարիամի մահվան հետ։ Իրականում մահվան պատկերն է, որ ինքը ննջումն է, հա, բայց իրականում ով որ Աստծու հետ եղավ պիտի վերափոխվի։ Եթե Աստծու հետ ես չես կարա չվերափոխվես։ Այսօր պատգամ եմ տվել մեր հավատավոր զավակներին։ Ասել եմ եկեղեցին ասում է, ես խաղողը օրհնում եմ, որ այդ խաղողը գինի դառնա, որ այդ գինին կա պատարագին, դառնա ձեր կյանքը։ Չէ՞ որտեղ մենք գալիս ենք հաղորդության, կյանքն ենք գալիս մեր ուտում։ Որտեղ ինքն է կյանքը։ Դուք ինչ պտուղ եք բերում Աստծուն։ Այսօր եկել եք եկեղեցի, ամեն մեկը ձեր մեջ մտածեք, ինչ պտուղ եք բերել Աստծուն։ Ինչը օրհնի, ձեր ինչը օրհնի։ Ձեր որ պտուղը օրհնի։ Ձեր որ տաղանդի, որ հասկացողության, որ գործի, որ նվիրումի։ Հետո շատ կարևոր բան է, որ ինքը մեզ տալիս է շնորհներ, որպեսզի պտղաբեր լինենք։ Մենք արդյոք պտղաբեր ենք, դու պտուղ բերել, չէ՞։ Այդ որ բերում ես հոգու համար չես բերում, դու բերում ես եկեղեցի։ Այդ պտուղը քեզ տալիս է երկնքից շնորհը գալիս է, ասում է անձրևի նման իմ խոսքը պիտի գա, մինչև պտուղ չտա չի վերադառնա։
ժողովրդին ծառայես, քո արած գործով ժողովրդին օգտակար չէ լինես։ Այո։ Այդ միջոցով Աստծուն օգտակար լինես, այդ միջոցով Աստծո, այո, այդ միջոցով դու հասկանաս, որ շատ կարևոր է քո Աստծո հարաբերությունը պայմանավորված է նաև քո եւ քո նմանի հարաբերությամբ։ Ուզում եմ, որ Աստված ձեզ բոլորիդ պտղաբեր դարձնի։ Ամեն Տեր։ Պտղաբեր դարձնի եւ մեր մայրիկին նվիրված մի փոքրիկ աղոթք էլ հիմա ձեզ համար ասեմ, շատ գեղեցիկ ասում եմ։ Ուրախ Լեր Մարիամ, սափոր ոսկի։ Սափորը հիշում եք, չէ՞։ Սկիհը սափորը։ Սափոր ոսկի։ Որ ոչ ըս մահկանացու ընչնչուկ ընկրեցեր, այլ անմահության կերակուր։ Ինչնչուկ։ Ընչնչուկ։ Ինչա։ Այսինքն այս աշխարհի ինչքից է, ինչից կազմված էլի, որ ոչ մահկանացու ընչնչուկ ընկրեցեր։ Այսինքն այս աշխարհի հացը բանը չկրեցիր քո մեջ, այլ անմահության կերակուր։ Զոր եւ Աստվածեղեն բերանն ասեր։ Հարկր ձեր կերան զմանանային հանապատի եւ մեռան, իսկ որ սմարմինն իմուտ է, սմահմիտ է ցավիթյան։ Ձեր հայրերն ասմանապատում մանանան կերան եւ մեռան, բայց ով իմ մարմինը ուտի, մահ չի ճաշակելու հավիտյան։ Անմահության պտղաբեր զավակներ։ Աստված օրհնի ձեզ։ Ես էլ ուտենք ու գնանք Արման ջան։ Ամեն Տեր։ Աշխարհում կյանքում կարող է երբեք իրար չիմանան, բայց մի անուն մեկ էլ բոլորին դարձնում է աշխարհի հարազատ է։ Կարասել ես կյանքը 10 առանց մի վարքյան մտածել։ Ուրեմն Մոսկովյան հասարակության մեջ Աննա ջան, հիմնականում քեզ եմ ասում։ Մեծ են հարցերը մուսուլմանների եւ քրիստոնյաների հարաբերության առումով եւ ընդհանրապես Աստծո հետ հարաբերության առումով։ Շատ կարևոր մի բան այսօրվա այս խոսքը, որ Պողոս Առաքյալն ասում է, որ դու ծառաջ ես, դու որդի ես։ Այդ որդու կարգավիճակը եւ ծառայի կարգավիճակը շատ նման է քրիստոնյայի կարգավիճակին եւ մուսուլմանի կարգավիճակին։ Մեր ժողովուրդը սենց արտաքինն է տեսնում մուսուլմանության մեջի, որ այս մարդը շատ նախանձախնդիր է, իր այդ փոքրիկ գորգը թևի տակ դրած, իր ժամին անպայման կչոքի, իր նամազը կանի բան։ Շատ լավ հավատարմություն եւ այլ, հա։ Եվ այդ ամեն ինչի մեջ ուզում են հոգեվոր արժեք տեսնել։ Բայց իրականության մեջ այդտեղ շատ դժվար է հոգեվոր արժեք տեսնելը, որտեղ ինքը ավելի շատ իմիտացիայի նման մի բան է։ Ինչու՞։ Գրիգոր Նարեկացին մեջ շատ կարևոր խոսք ունի իր 10-րդ աղոթքի մեջ, ասում է զի ակամա բռնադատյալն ոչ ունի անկեղծ սեր։ Այսինքն ակամա բռնադատվածը անկեղծ սեր չի ունի։ Երբ որ մարդը Աստծո հետ հարաբերության մեջ ստրուկի կարգավիճակում է լինում, այսինքն իրան ասում են, այս պետք է անպայման անես, այս սենց պիտի անես, այս սենց պիտի անպայման էսպի սենց անես, հետո սենց թե չէ Աստված կջղայնանա քուրա եւ այլ։ Այսինքն տիրոջ եւ ստրուկի հարաբերությունը։ Տերը, չէ, ստրուկի հետ չի գալիս միջև վերջ, չի կիսվում տան ծրագրերից, բաներից։ Իրան առավոտ վերակենում հրամանա տալիս, ասում են շփանը արա։ Վեր ստրուկը անում է։ Այս ստրուկը չի քննում, ինչի համար է անում, ոնց է անում, ինչ է անում։ Իրան ասել են ինքը անում է։ Որդու կարգավիճակը ուրիշ է։ Որդին կարա հոր հետ նստի քննարկի ասի, այս ինչ բանը խի սենց անենք, գնանք ստեղ այս մի հողամասը աշխատենք, ընդեղ վարենք, ստեղ ցանենք, ստեղ սենցը, այսինքն գործերի մասնակից է որդին։
որդու կարգավիճակը լրիվ ուրիշ է։ Ճիշտ է, երես առած որդիներ էլ կան։ Մենք հիմա քրիստոնյաներով մի քիչ լակստված որդիներ ենք, բայց ձեռ ենք առնում բան ստրուկին։ Հա, հնարավոր է, որ Աստված ստրուկի հավատարմությունը տեսնելով, հա, հետո մեզ ծեծի։ Ասի, բա դու որդի էիր։ Դու իմ նման, ես եկամ քո նման մեկը դարձա, որ քեզ սովորացնեմ ոնց պիտի ինձ նմանվես։ Ճանապարհը ցույց տվեցի քեզ։ Դու ոնց պիտի ինձ նմանվես։ Դու այդ ուրացար։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք հիշենք մեր հարաբերությունները Աստծո հետ որդու եւ հոր հարաբերությունն է։ Մենք որդեգրվում ենք Աստծո հետ հարաբերության մեջ։ Եվ սա մեծագույն պատիվ է, մեծագույն պատիվ։ Քրիստոնյա լինելը մեծագույն ուրախություն է, որովհետև մեծագույն պատիվ է։ Մինչև սա չգիտակցենք հայերով, չի ստացվել։ Այսօր խոսում էի մի շատ հետաքրքիր անձնավորության հետ, ով որ մերձավոր արևելքում ծառայության ա եղել, հոգևոր ծառայության չէ, քաղաքական ծառայության ա եղել, եւ մարդը շատ հստակ ինձ բացատրեց մի շատ լուրջ կարևոր բան, ասաց մենք չենք կարող հասկանանք, որ մենք մերձավոր արևելքցի ենք։ Մենք մերձավոր արևելքի հյուսիսային դարպասն ենք, ու ամբողջ մերձավոր արևելքը այդքան քրիստոնեական համայնքներ կան, այդքան մուսուլմանական համայնքներ կան։ Օրինակ մուսուլմանները գիտեք, չէ, երկու մասի են բաժանվում։ Սունի եւ շիա մահմեդականներ, չէ։ Սունի մահմեդականների մեջ էլ բաժանում կա։ Օրինակ թուրք սունի մահմեդականների մենք չենք կարող արաբ սունիների հետ համեմատենք։ Պարզ օրինակի վրա ասեմ, կոտորածի ժամանակ այդքան սիրիա են բանում հայերեն, որովհետև ընդեղի ուսմունքի մեջ հստակ դրված է, որ հայերին փրկելը մեր մարգարեից եկած պատվիրան է։ Հայերին օգտակարություն բերելը դա մեր փրկությունն է։ Այդ բոլոր ազգերը մեզանից բան են սպասում։ Իսկ մենք մեր ընկալման մեջ, դե բանը մենք ենք, ներքև ինչ-որ տենց ենկոմը Թուրքիան է, բանն է, այնտեղ ինչ-որ Պարսկաստանն է, ու ենկոմ եսի ինչ-որ ովքեր են։ Որտեվ ռուսական կայսրության մեջ լինելով հանդերձ, մեր միտքը փոխել է։ Ժամանակին մենք մեր տարածքը որ նշում էինք, ասում էինք այսր Կովկաս։ Երբ որ ռուսական եղավ մեր մտածողությունը, դարձանք անդր Կովկաս, այսինքն Ռուսաստանի հայացքով նայած Կովկասից անդր, այսինքն ներքև։ Իսկ մենք որ ասում էինք մեզ, թե որտեղ ենք գտնվում, մենք ասում էինք Կովկասից ներքև, այսր Կովկասում ենք գտնվում։ Ու մեզ տարել են, շփոթեցրել են Կովկասցու հետ։ Այս երաշտական բաները, այս ինչ-որ որ կա, չէ, ասենք հիմա մի հատ երկ կա, դա շատ հստակ դրոշմա էլի, թուրքական, այսինքն թուրքա-պարսկական, այդ տիրապետության տակ եղողի եւ ռուսական կայսրության մեջ եղող հայի կերպարա։ Արմենիա всё, կոնկրետ, պետք է դրած։ Այդ մարդուն գնաս այն արևելքի քո բանը մշակույթը բերես, չգիտեմ, այդ գեղեցկական երգը, այս աշխատանքան երգերը, որ երգում են, չէ, այս նուր բան, այդ սիրահարական գեղեցիկ երգերը, լուսնի շողը, բանը եւ այլ, sense բաները երգում ես, ասում ես, էսի հայ է։ DJ-ը պատմում է։ Խմած մեկ եկել է, պար են բռնել, ասում երկերից բաներ ես մեր որ Համզարա բան sense միացրած է պարում են։ Հարբած եկել է DJ-ի մոտ, ասում է, ապե, ստեսակ sense սասունսկի է ալնելու, այսօր հայկական չեք միացնելու, պարենք։ Պատկերացնում եք այդ ինչ նշանակում։ Սասունսկի։ Ինչվել կարելի է։ Ոտից կախում է դերական։
Իմաստը։ Ինչ եմ ուզում ասել։ Մենք մեզ չենք ճանաչում։ Որովհետև մենք Աստծուն չենք ճանաչում։ Ճշմարիտ կենթանի Աստծուն ճանաչեցինք, իր ծրագրերը ճանաչեցինք, իր ծածուկ ծրագրերը ճանաչեցինք, հասկացանք ենք հայցանվել, հասկացանք մեր անելիքը որն է, մեր գործը Աստված պաշտության մեջ, ինչի մեջ է կայանում, ոնց պիտի ծառայենք Աստծուն, ոնց պիտի ազգովի ծառայեցնենք մեր պետությունից սկսած, մեր ամեն ինչը ոնց պիտի ծառայեցնենք Աստծուն։ Աստված մեզ մոդել է տվել, շատ հստակ մոդել է տվել, քրիստոնեական պետության մոդել, ոնց պիտի հոգևոր իշխանությունը և աշխարհիկ իշխանությունը հավասարակշռվեն, տրթատը և Գրիգոր Լուսավորիչը ոնց պիտի հարաբերվեն իրար հետ։ Մենք այդ մոդելը ուրացել ենք, այդ մոդելը թողել ենք, այն մնացած քրիստոնեական երկրները այդ մոդելը ձախողել են, կաթոլիկները Վատիկան են սարքել, որ Հռոմի Պապը աշխարհիկ իշխանը լինելու իր այդ ցանկությունն էլ հագուրտ տա։ Ռուսները վերցրել են հույներից և ավելի խոր քային հեթանոսական ազդեցությունը, որը գալիս էր Եգիպտոսից, այսինքն փարավոնի պաշտամունք, որ փարավոնը Աստված է։ Այսինքն կայսերին սրբացնելու պրոցեսը նման է դրան, որտեղ կայսերն է ժողով հրավիրել տիեզերական, կայսերն է սենց անում, կայսերն է նենց, ու կայսերն ով է, որ ժողով հրավիրի։ Մեկ էլ հայերի վրա ոչ կա գլորեն, որ դուք չեք եկել այդ տիեզերական ժողովի մասնակցել, պետք է ներեք էլ։ Այս խախտվածությունը, արևելքում նույն ձևի խնդիրը առաջանում։ Մենք չենք կարող պարսիկների նման լինենք, կրոնապետություն չենք կարող լինենք, չի կարելի։ Աստված մեր առաջին պետությունը քրիստոնյա, որ ստեղծել է ու տվել է մեզ, դա կրոնապետություն չի, դա սովորական պետություն է, որը առաջնորդվում է հոգևոր արժեքներով, որը այս երկրի վրա հայրենիք ունի, այս հայրենիքը արժևորում է, որտեղ երկնքում հայրենիք ունի։ Եթե ուզում է հասնի երկնքի հայրենիք, այս եղած հայրենիքը պետք է արժևորի։ Հասկացանք իրար։ Ողջունում եմ վերադարձդ։ Այսքանը սաղ համար էի պատմում, բալես։ Հայկը արդեն գիտի։ Աննան կամաց իմանալու է։ Ժամանակ է պետք ամենջի։ Մենք անելիք ունենք Աստծու համար։ Հայերս անելիք ունենք Աստծու համար, Աստծու կյանքի համար։ Մինչև սա չգիտակցենք, ծեծ ենք ուտելու։ Բոլոր ազգերից ու ժողովուրդներից։ Այս մարդը գիտեք այսօր ինչ ասեց ինձ հարկավակ։ Ասма շփվեցի ղպտի, բան, սաղ, այդ ինչքան որ կա, սաղի հետ ասում։ Բոլոր ասում ասենց, ակնածանքով սպասում են, որ մեզանից պտի բան գա։ Աղբեր ես եկել ավ, այդ նույն բանը վկայել է։ Որ արա Գրիգոր Լուսավորչի աթոռ արա, ոնց լուրջ ակնկալիք ունենք ձեզանից։ Մի վախեցի փոքրիկ հոտ։ Ամեն ինչ լավ ալնելու։ Մնում է մենք մեզ ճանաչենք։